Բարի լույսի շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք։ Ուրեմն հարգելիներս, բարով եք եկել իմ ալիք, օրհնյալ օր լինի բոլորիդ ընտանիքներում, իմ ընտանիքում ինձ հետ այսօր ես լավ գործով եմ եկել կենտրոն, ուրեմն հիշեցնեմ, որ եկել եմ վիզաների կենտրոն, որ թղթերս տան, որ շենգեն վիզա ստանամ։ Մեծ հաջողությամբ սպասում եմ, որ ներս մտնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, դե ինչ ասեմ, երբ որ մտնեմ դուրս կգամ, նորից կհանդիպենք, սիրելի հետևորդներ ջան, լավ եղեք, մենակ չմոռանաք բաժանորդագրվել, լայքեր, սեղմել զանգակ կոճակը, գրվել ձեր մեկնաբանություններում։ Բոլորիդ շատ սիրում եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սրտիկների համար, սիրելի հետևորդներ։ Մի խոսքով ասած, բոլորիդ հանդիպում եմ, դե հանդիպենք նորից։ Սիրելի հետևորդներ, թղթերս հանձնեցի, մնաց, որ պասպորտս ստանամ։ Ինձ հաջողություն, ձեզ էլ բարի դիտում, սիրելի հետևորդներ ջան, հիմա ես կենտրոնում եմ, ինչպես տեսնում եք։ Դուք հանդիպենք։ Իջնում եմ աստիճաններով, մետրոյ եմ իջնում, ճիշտ ասած, մետրոյով ավելի շուտ է արտուն հասնեմ, ասեն հետևորդներ, ասել կողքի խանութներն ալ, որ գործ ալինում նոր գործով իջնում ենք։ Դե արդեն մտնում եմ մետրո, հետո կմիանամ։ Այս էլ մետրոյի չանք, սպասում ենք վագոնին։ Սել հետևորդներ արդեն մետրոյից դուրս եկա, երիտասարդական եմ, գնում եմ։ Հետևորդներ արդեն կանգառում են, տեսնենք ավտոբուսի երբ է գալի, որ տուն գնա։
արդեն ջուր երում է։ Լցրեցի։ Շատ չենք խաշելու, այնքան որ մի քանի րոպե էլի, որ շատ չփափկի։ Շատկենք, որ շուտը եռը գա։ Արդեն հոտը եկավ սինդրուկի, թե շատ չխաշվի։ Չէ, երկու րոպե էլ է պետք է։ Թթու տնելու համար այս չափը լավ է, որ թթու ենք դնում։ Իսկ եթե մարինատ ենք անում, մարինատը հենց իրանով ենք, մի քիչ լցնում ենք ջրի մեջը, այնքան որ կանաչի ու լցնում ենք բանկեքը, դնում բանկեքը եռացնում, մի 15 րոպե ու վերջ։ Երկու րոպե ու վերցնում ենք։ Արդեն ժամանակն է, թե չի շատ փափկի, երբ փափկած լավը չլինի։ Ունեցինք, հիմա սառը ջրի տակ կթողնենք, սառը ջուր կլցնենք վրան։ Իրան են ջրի մեջ, եթե ինքը մի քիչ դառնություն ունի, շատ քիչ է, մարդկա դուր է գալ, մարդկա դուրս է գալ։ Այդ դառնությունը ջրի մեջ էլ է դուրս գալիս։ Թողենք մի քիչ էլ քամվի ինքը, սենց մի քիչ, սենց այս ձևի կդնեմ, մի քիչ կքամվի, նորից կմիանա։ Ուրեմն մի քիչ լցնենք, աղելա պետք որ ցանենք մի քիչ։ Մի քիչ աղ ցանենք։ Ու մի քիչ էլ ընդհանրապես քացախ ենք ցանում, քացախներ պետք է որ մի քիչ բան լինել, իրան քացախի համը ունենա, օրինակ այն 5%-անոց քացախները ինձ դուր չի գար, ինքը թույլ է։ Իսկ սա լիմոնի քացախ է կոչվում, բայց լիմոնի սա ավելի լավն է։ Ու համ տեսում ենք, ուշքս գնում այս սինդրուկի համար։ Այս լիմոնով դուր չեկավ ինձի։ Օրինակ ես թունդ որ ասում եմ, էսենցիա եմ լցնում, ուքսուս էլի, մի քիչ ուքսուս ավելացնեմ, սրա համը ուրիշ է էլի։ Նայած որ ոնց է սիրում, ես այդ ձևի եմ սիրում։ Եկավ իրան համեն։ Վայ չուտող ինձ երու հետևորդներ։ Հիմա կուղարկենք թխելու։ Լցնում ենք կարագը։
Հետո լցնում ենք ալյուրը, սիրելի հետևորդներ։ Աղ ենք լցնում։ Որ միշտ իրեն ծառայեմ, հավերժ հետևից քայլեմ, նեղ դռնով է իմ ճամփան, փուշ ու քար և
էմոցիոն, որ տանում է փրկության, դեպի կյանքը հավիտյան, մեղդարնով է իմ ճամփան, փուշուկալ ևն էմոցիոն, որ տանում է փրկության, դեպի կյանքը հավիտյան, ու երբ շերը ծագեն, դևին է տերը խոցեն, գիտեմ ինչ պետք է անել, նայեմ աչքերի տպարի, նայեմ ու ոչինչ ասեմ, նայեմ ու մխիթարվեմ, քանզի ամենագիտես, նայեմ աչքերի տպարի, նայեմ ու ոչինչ ասեմ, նայեմ ու մխիթարվեմ, քանզի ամենագիտես, պատվիրեցիր միշտ ներեր, անգամ թշնամուն սիրեր, նրա համար աղոթեր, առանց Տիրոջ տկարել, առանց Տիրոջ ես չկամ, առանց Տիրոջ անզորել, իմ ջանքերը իզորել, առանց Տիրոջ տկարել, առանց Տիրոջ ես չկամ, առանց Տիրոջ անզորել, իմ ջանքերը իզորել, խոստացար տուն պատրաստել, և զավակների տանել, հավեր սիրուդ մեջ պահել, միմիայն Հիսուսով է, միմիայն Հիսուսի հետ, միմիայն Հիսուսի մեջ, հաղթությունը փառահեղ, միմիայն Հիսուսով է, միմիայն Հիսուսի հետ, միմիայն Հիսուսի մեջ, հաղթությունը փառահեղ, փառաբանենք Հիսուսին, ապավենին ովենին, կենացածին ու լույսին, եղբայրներ դուք գործեցեք, Տիրոջ խոսքը տարածեք, իմ քույրեր դուք աղոթեք, և Տիրոջ հոգով լցվեք, եղբայրներ դուք գործեցեք, Տիրոջ խոսքը տարածեք, իմ քույրեր դուք աղոթեք, և Տիրոջ հոգով լցվեք, և Տիրոջ հոգով լցվեք, Սիրելի հետևորդներ, դե արդեն էլ մեկը սարքեցի, բոլորը տեսակ, նոր ձևի թխված կա բլիթները, դուք էլ տեսեք, սովորեք, դուք էլ պատրաստեք, շատ հեշտ, շատ բան չի պարունակում, խմորի մեջ, կարող եք բոլորդ պատրաստել, այս գծերը ոչ շատ լայնոտ պետք է լինի, ոչ է շատ նեղոտ, շուռ եք տալի այս մեջի կտրած յանից, այս կտրած կողմից եք շուռ տալիս, որ պոչը լինի, պոչը այս մասը լինի, այս մեկն էլ շուռ եք տալի այս կողմի վրա,
Հիմա այս կողմից, այս վերևի կողմից ասենց փաթաթում ենք։ Ինքը դառնում է վարդ։ Վարդ թխված կա բլիթ։ Տեսեք։ Վարդի նման սիրուն բացում եմ, ջեր կարակ դուք սենց բացեք, ու շարում ենք ջեռուցի տապակի մեջ, սա էլ նույնը, սիրելի հետևորդներ ջան, գնացինք, մի քիչ որ ասենք, այս վերևի մասը բարձրանում է, ոչինչ, սենց բացեք ձեռով չի խանգարում, տեսեք ինչ, այդքան դժվար չի, էլի հեշտ, խմորը գնդերի եք բաժանում, եթե տենում եք գունդը փոքրոտ է, մի քիչ կարակ է, մեկից կտրեք, մեկի վրա դնեք, որ մի քիչ հարմար լինի, էլի շատ փոքրոտ չլինի, դե ասենք մի քիչ էլ դուք պետք է աչկաչափ ունենաք, աչկաչափը շատ լավ բան է, օրինակ իմ հետևորդներից ինձ գրում են, որ ես ինչ պատրաստում եմ, իրանք էլ նույն ձևով պատրաստում են ու շատ լավ է ստացվում։ Մի քիչ սենց մեծացնենք, մի քիչ թող լայնոտ լինի, էլի։ Կակրաս վաղը գնալու եմ խնամուստուն, իրենց կտանը, մտածում էի ինչ տանեմ, էլ ասի սպասի, մի բան թխեմ, հետս տանեմ, աղջկաս կես դարենց տուն, կես դարենց տուն, դե իրանց գիտեք, սեփական տուն է Հողամասում, բոլորդ իրանց գիտեք, քանի անգամ նկարահանումներ արել եմ ես ընդեղ, մեծ սիրով ընդունում են, մեծ սիրով ինձ սպասում են, Փեսայիս ծնողները, Փեսաս չկա էլի մահացած է, արդեն քանի տարի է, 17 տարի է մահացած է, բայց ես իմ կապս իրանց հետ պաշտպանում եմ, կարող է մեկ ուրիշը չպաշտպանի, բայց ես պաշտպանում եմ մեծ սիրով, այսինչ շուռ եք տալիս սիրելի հետևորդներ ջան, շատ սիրուն բան է ստացվում, միշտ հիշեք, որ այս կողմից կտրտած կողմից չծալեք, այս պոչի կողմից, այս կողմից, որ ծալել եք, կտեից կծալեք, որ ինքը ծալելով, այսպես տենում եք ոնց է բացվում, տեսեք ինչ լավ է ստացվում, այս մեկն էլ ձեզ ցույց կտամ, մնացածը ես ինքս կպատրաստեմ, դժվար է նա մի անգամ ցույց տվեցի, էլի ասել եմ, որ սենց քիփ է լինում, մի քիչ սենց կարող եք դուք բացել, այսենց կողքերանքից բացեք, ոչինչ չի խանգարում, դե կհանդիպենք նորից, սիրելի հետևորդներ, հիմա բան ձու եմ քսում, ձվի հետ խառնել եմ մեկ կես ճաշի գթար, մածուն եմ խառնել, ասենք եթե մածունը կլնի, տանը կաթ կլնի, ինչ կլնի, կարող եք խառնել, կարող եք երկու ձու վերցնել, ձվի դեղնուցը այտենց քսել, տեսեցի շուռ է եկել արդեն ինքը լցվել, մեծացել, շուռ է եկել, սենց սիրուն հերթականությամբ քսում ենք, ուղարկենք թխելու, ջեռուցը դրել եմ տաքանա 100
180 ջերմաստիճանի տակ, հետո 190 կսարքենք, եթե պետք կլինի 200 կսարքենք, նայած, եթե բարձրացել է ու կարմրելու ժամանակն է ու շատ կարմրում, կարող ենք եւ այդպես էլ անել, չի խանգարում, որովհետև ես չեմ դրել ինքը հասունանա, ինքը պետք է այդ 180 ջերմաստիճանի տակ, պետք է որ ինքը հասունանա, բարձրանա, նոր դնենք, մի քիչ ուժեղի վրա դնենք, որ կարմրի։ Ստումա հերիքացրինք զորով, ես էլ շուր է եկել ես էլ, ես մեկը, դե ոչինչ, հազիվ հերիքացրինք, ես թվում է բաց տեղ չմնաց, բոլորին հավասար կսեցինք, ինչ եմ հավելացնում, հետո սիրելի հետևորդներ ջան, ուր է մեր քունջութը, ավելացնում ենք, ցանում ենք քունջութ, եթե ուզում եք բազմազան լինի, կարող եք սևն էլ ավելացնել, Քիչ սևից ավելացրենք, սևը երևացող է էլի, շատ չէ, մի քիչ, տեսեք ինչ սիրուն եղավ սիրելի հետևորդներ ջան, դե հիմա ուղարկենք թխելու, եթե ցանկանաք կարող եք շաքարի փոշի վրա ցանել, եթե շաքարի պարունակությունը քիչ է մեջ ասեք թե, սիրելի հետևորդներ ջան, դե եկել տուն եմ հասել, մեր սիրուն վարդերը թխել են, տեսեք ինչ լավ է ստացվել սիրելիներս, հոյակապ վարդեր ենք ստացել, այդ չեմ ուզում համտեսեմ, որտև չաղանում, մի կտոր կերածը վրաց նստում է, բայց մի փոքր փշուր փորձել եմ, շատ ընտիր է եղել, սիրելի հետևորդներ ջան, թխելուց կնայեք ոնց եմ պատրաստել, դուք էլ պատրաստեք, եթե ասենք դուռներդ գալիս է, դուք էլ պատրաստեք, անուշարեք, ինչ ասեմ, բոլորից շատ սիրում եմ, շնորհակալ եմ, որ մինչև վերդիտեցիք իմ պոլովակը, բոլորից շատ սիրում եմ, մենակ չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակոճակը, գրվել ձեր մեկնաբանություններով, բոլորից շատ սիրում եմ,